Հայրենական մեծ պատերազմի մասնակից 88-ամյա Վազգեն Բալայանի առավոտները գուցե միմյանցից չեն տարբերվում, բացառությամբ նրա ծննդյան եւ մայիսի 9-ի առավոտները, իսկ այդ երկու օրերը իրարից տարբերվում են նրանով, որ ծննդյան օրը վետերանը հագնում է սովորական, իսկ մայիսի 9-ին տոնական համազգեստ։ Նրա ընտանիքի անդամները հաղթանակի օրը վաղ առավոտյան արթնանում են, նստում մի սեղանի շուրջ եւ բաժակ բարձրացնում հաղթանակի համար, լսում թեկուս կրկնվող պատմությունները ու օրը սիրելի պապիկի համար տոն դարձնում։ Ես շատ գոհ եմ իմ կյանքից, որ միլիոնավոր մարդիկ ազատվել կորան գնացին, ես սահսրամատ մնացեք իմ օջախի հետ։ Օրվա երկրորդ կեսին արդեն վետերանը Ստեփանավանի տարածաշրջանի Լոռի-Բերդի համայնքապետարանում պատվավոր հյուրերի շարքում է։ Հաղթանակի օրվա եւ ոչ մի միջոցառում առանց նրա չի անցնում։ Վետերանը իր անցյալով հպարտանալու բազմաթիվ առիթներ ունի։ Տանջալի օրերից մնացել են հիշողություններն ու բազմաթիվ մեդալները եւ բարձր գլխով նոր սերնդի աչքերի մեջ նայելու կարողություն ու նրանց խորհուրդներ տալու հմտություն։ Մասնակցել եմ Ռուսաստանը, մասնակցել եմ Պոլշայում, մասնակցել եմ Ռումինիայում, մինչև Բերլին, գնացել եմ արտասահման մինչև Բերլին։ Բերլինին վերջացել է պատերազմը, մեզ վեր են գալի բերել Ավստրիա։ Ավստրիայում մնացել եմ 3 տարի, կազարիկ բանակը մծարայել եմ, մինչև մեր փոքրները մեծանան, գան մեզ փոխարինեն։ Մայիսի 9-ի երեկոյան արդեն Վազգեն պապին մի քիչ հոգնած վերադառնում է տուն կրծքանշաններով կոստյումը հագին շրջում բակում եւ մտորում ու ամեն անգամ գալիս է այն եզրակացության, որ իր կյանքը իզուր չի ապրել հանուն հայրենիքի, մարտնչել ոչ թե սեփական, այլ մի ամբողջ ազգի կյանքը փրկելու համար։ Սարգիս Գոքորյան, Մոլորակ։